Շնորհակալություն կազմակերպման համար նման միջոցառում, շնորհակալություն նաև ներկաներին, մի փոքր ֆորմատից շեղում է տեղի ունենում, բայց կարծում եմ պատկերավոր ավելի լավ կլինի ընկալել ինչա տեղի ունենում Հայաստանում, ինչ բացթողումներ կան եւ ինչ հաջողություններ կան։ Երկու բառով ուղղակի ասեմ մեր մասին, ինչպես նշվեց արդեն շուրջ 20 տարի է այս ոլորտում ենք, 2005 թվականին ստեղծվեց Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ հասարակական կազմակերպությունը, այն ժամանակ դաշտում կար ընդամենը մեկ կազմակերպություն, Աքիլես միգուցե հիշեք, որը պայքարում էր վարորդների իրավունքի եւ չկար համագործակցություն բացարձակապես պետական օղակների միջև, հասարակական եւ պետական, եւ մենք դրանով կարողացանք ստեղծել այդ համագործակցության դաշտը, ստեղծելով այս կառույցը։ Այս 20 տարիների ընթացքում իրականացրել ենք 50-ից ավել ծրագրեր, թե կրթական, թե ինժեներական, թե ջատագով ծրագրեր, 100-ից ավել միջոցառումներ վերապատրաստման, քարոզարշավներ եւ այլն, եւ նաեւ կրթական, որի մասին մի փոքր հետո կխոսենք։ Այս ընթացքում 200,000-ից ավել երեխա վերապատրաստվել է ճանապարհային անվտանգության անցնելով դասընթացներ, որից ուզում եմ այս թիվը շեշտեմ, ինքը շատ հետաքրքիր է, կարծես կրթության նախարարությունը չներկայացրեց, բայց կարծում եմ սա բավականին լավ հաջողություն էր համատեղ աշխատանքի կրթության, տարածքային նախարարության, մեր եւ միջազգային կառույցի 155,163 երեխա վերապատրաստվեց ընդամենը 10 օրում անցան դասընթաց, հաստատված դասընթաց անցան, ներգրավելով իրենց ծնողներին, եթե ձեզ մոտ ներկա են ծնողները, ովքեր ունեն այդ տարիքի երեխաներ, ապա ականատես եք եղել, 21 թվականին դա տեղի ունեցավ եւ 87,443 երեխա 6-ից 10 տարեկան եւ 11-ից 14 տարեկան 67,720 երեխա։ Այդ ամենը 10 օրում on-line հարթակով։ Ինչու՞ ես սա կարևորում, on-line հարթակը, սա իդեպ ասեմ աննախադեպ էր ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ ամբողջ աշխարհի համար։ Օգտագործելով COVID-ի շրջանակները, երբ որ արդեն դպրոցներն էլ անցան հարթակ on-line, մենք ունեցանք հնարավորություն on-line այդ դասընթացը իրականացնել։ Ինչով է տարբերվում։ 2005 թվականից բազմիցս լսել եմ կրթության նախարարությունից, որ սա կարևոր է, մենք պետք է ունենանք դասընթացներ, երեխաները պետք է վերապատրաստվեն։ Բայց ցավոք, միշտ խնդիր է լինում բյուջեն, որովհետև տպագրությունը դա փող է, ժամանակը դա գումար է եւ նաեւ վերապատրաստում այդ հսկա դասատուների բանակի ներգրավելով շատ ներուժներ, որը որ դարձնում էր գրեթե անհնար։ On-line հարթակը կարծում լուծեց այդ խնդիրը, որտեղ բացարձակապես որևէ լումա պետության կողմից ներդնելու կարիք չկա եւ չի լինի, եթե մենք անցնենք, կարող ենք հենց վաղը անցնել այս համակարգին եւ մեր երեխաները բոլորը կրթվեն։ Սա մի փոքր ներածություն էր մեր պատմության, ինչպես նաեւ շոշափեցի կրթության թեման։ Հիմա անցնենք բուն այսօր բոլորը ներկայացրին թվերը, այստեղ ավելի պատկերավոր կարող եք տեսնել ամբողջական պատկերը։ Տեսնում եք լողացող գրաֆիկը, կարծում եմ դա էլ կապված է որոշակի թե դրական զարգացումների, թե բացասական զարգացումների հետ։ Որպեսզի ավելի պատկերավոր դարձնենք, ես կուզենայի անդրադառնալ այս թվին 58,455 վթար 10 տարվա ընթացքում եւ 3,326 զոհ էլի 10 տարվա ընթացքում։ Հիմա ստեղ դուք տեսնում եք գյուղեր, սա ուղղակի որպես օրինակ որոշեցի ավելի պատկերավոր դարձնել ինչի մասին է խոսքը։ Այս ցուցակում, որտեղ ներկա են, եթե չեմ սխալվում, 25 գյուղ, կարող եք ընտրել ցանկացած 3-ը, այդ են 3-ն են, որոնք մենք կորցնում ենք 10 տարին մեկ։ Ավելի պատկերավոր որպեսզի լինի, Արենին բոլորիս ծանոթ է իր գինու արտադրությամբ հայտնի։ Պատկերացրեք, որ յուրաքանչյուր 5 տարի մենք Արենու նման գյուղ ենք կորցնում։ Արդյոք մենք պատրաստ ենք դրան։ Եվ ասեմ ավելին, որ այն քայլերը, որ մենք կարող ենք ձեռնարկել, ընդամենը 1 տարում մենք կարող ենք հասնել շատ լուրջ զարգացումների եւ նվազեցնել այս իրավիճակը, որը այսօր առկա է։
Սա էլի պատկերավոր այն ինչի մասին խոսվեց, ոստիկանապետն էլ նշեց, եւ ոնց երևում է ձեզ թվերը իդեպ։ Սա պատճառներն են, ճանապարհային տրանսպորտային վթարների պատճառները։ Ինչպես տեսնում եք, ամենաբարձր տոկոսը դա արագությունն է։ Երկրորդ տեղում հետիոտների կողմից կանոնների խախտումն է եւ երրորդ տեղը կարելի ասել շարքերի վերադասում, ինչի մասին այսօր եւս խոսեցին եւ հարցերի ժամանակ եղավ այս հարցը։ Եվ sense մենք կարող ենք տեսնել, այս պատկերը ինքը կարող է տարեստարի փոխվի որոշակի փոքր տոկոսով, բայց ընդհանուր պատկերը չի փոխվի, այսինքն առաջի տեղում մենք եւս ունենալու ենք արագություն։ Բարեբախտաբար, ոնց որ տեսնում եք, ոչ stop վարելը մեզ մոտ ընդամենը 4% է, որը կարծում եմ շատ լավ ցուցանիշ է եւ շնորհակալություն այդտեղ համապատասխան մարմիններին, որ կարող են վերահսկեն։ Ինչ է անհրաժեշտ։ Ոնց կարող ենք հաղթարել այս վիճակը։ Առաջինը, եթե մենք չունենք թիրախ, ապա մենք մեր բոլոր գործողությունները միտված են անհաջողության։ Մենք այսօր լսեցինք ելույթներ բոլոր գերատեսչությունների կողմից կատարված աշխատանքի, որոնք հրաշալի աշխատանքներ են, բայց եթե այդ աշխատանքները թիրախ չունեն, ընդհանուր դրված մեր ոլորտի վերաբերյալ ճանապարհային անվտանգության, ապա դրանք ապարդյուն են։ Այսինքն մեզ անհրաժեշտ է առանձնացված ճանապարհային անվտանգության ռազմավարություն, գործունեության ծրագիր եւ մյուս ամենակարևոր բանը, որի մասին մի փոքր հետո էլի կխոսեմ, դա համակարգող մարմինն է։ Դեռ այսօր եւս մենք լսեցինք, որ պատասխանատվությունը այսօր ոչ միայն կիսվելու խնդիրն է պատասխանատվության, այլ ուղղակի պատասխանատուն չկա, որտեղ ամեն մի ոլորտը իր գործով է զբաղվում։ Եվ կայուն ֆինանսավորում բնականաբար, բայց որpիսի այս ամենը տեղի ունենա, մեզ անհրաժեշտ է քաղաքական կամք։ Եվ կարծում եմ, պարոն Խաչատրյան, ձեր արված այսօրվա բանը նաև շեշտում է դա քաղաքական կամքը կա։ Մնում է մենք անցնենք գործողությունների։ Ես ուղղակի ուզում եի անդրադառնալ ռազմավարության ընդհանուր կետերին, որպեսզի պատկերավոր լինի, մենք Հայաստանում արդեն ունենք մշակված, ինչպես Տիկին Ղարչյանը նշեց, կա մշակված ռազմավարություն, որը այս վերջի երևի թե 3 տարին ընդունվում է, ու տենց չի ընդունվում մինչև հիմա։ Ուրեմն ռազմավարության բաղկացուցիչ մասերի մասին ասեմ կարևոր, հիմնված է 5 փուլերի վրա, 5 սյուների վրա ՄԱԿ-ի կողմից հայտարարված, դրանք, ինչպես տեսնում եք, ճանապարհային անվտանգության կառավարումն է, ճանապարհային շարժունակությունը, ինչի մասին նոր քաղաքապետարանի ներկայացուցիչ նաև խոսեց, անվտանգ, դա տրանսպորտային միջոցների մասն է խոսքը գնում անվտանգ, ես մեծանում ենք, այս 20 տարվա մեջ մեծացանք եւ արդեն չենք տեսնում։ Եվ երթևեկության բնականաբար մասնակիցների եւ հետվթարային խնամքի մասն եք ասում այդ 5 սյունը։ Յուրաքանչյուր սյուն ռազմավարության բաժանած է 2 մասի՝ կարճաժամկետ եւ երկարաժամկետ։ Կարճաժամկետը 25-30 թիվ եւ համապատասխանաբար 30-40 թիվ։ Սա ելնում ենք վարչապետի կոչումից ավելի երկարաժամկետ Հայաստանի զարգացման մասով։ Ուրեմն ՄԱԿ-ի կողմից մենք որպես ՄԱԿ երկրի անդամ ստորագրվել ենք, որ մենք պետք է մինչև 30 թիվը նվազեցնենք 50%-ով, մահացությունը ճանապարհների վրա, դրա համար թիրախում դրված է մինչև 30 թիվը, անել համապատասխան գործողություններ եւ մինչև 40 թիվը 30-ից եւս 10%-ով։ Ուրեմն ճանապարհային անվտանգության կառավարմանը նախատեսված է կարճաժամկետում ապահովել կայուն ֆինանսավորում եւ ներուժ եւ բարելավել օրենսդրությունը եւ կանոնակարգերը։ Բնականաբար այս յուրաքանչյուրը բացվում է, ասեմ ձեզ, ռազմավարությունը 50 էջից ավելին է եւ որտեղ որ նշված է ամեն ինչը, յուրաքանչյուր քայլը բացատրված է եւ հիմնավորված է։ Եվ 30-40-ի կտրվածքով ես ես բացեմ սա եւ ընթերցեմ, որպեսզի ճանապարհային անվտանգության գիտեքնիկ կառավարումը։ Անվտանգ ճանապարհների եւ շարժունակությունը բացահայտել եւ վերացնել ճանապարհային անվտանգության բարձր ռիսկային վայրերը, իրականացնել ճանապարհային անվտանգության աուդիտ յուրաքանչյուր ճանապարհի վրա եւ բոլոր փուլերում եւ բարենպաստ ճանապարհային միջավայր։ Ինչպես տեսնում եք 30-40-ը ավելի լայն թիրախ է վերցված։ Տրանսպորտային միջոցների պարագայում թարմացնել ավտոպարկը, բարելավել տրանսպորտային միջոցների տեխնիկական զննման համակարգը եւ
տրանսպորտային միջոցների ստանդարտը, քանի որ մենք ներմուծող երկիր ենք, արտադրող չենք, մեզ համար շատ կարևոր է, որպեսզի մեքենաները համապատասխան վերջին միջազգային ստանդարտներին։ Ապահովել տրանսպորտային միջոցների անվտանգությունը բոլոր երթևեկության մասնակիցների համար եւ 30-40-ին տրանսպորտային միջոցների անվտանգության ստանդարտների բարելավումը։ Սա ընթացիկ գործընթաց է բնականաբար։ Անվտանգ երթևեկության մասնակիցների մասով փոխել երթևեկության մասնակիցների վարքագիծը եւ ներգրավել տեղական համայնքներին ճանապարհային անվտանգության ապահովման գործում։ Եվս կարծում եմ շատ կարևոր բան, երբ որ թիմերը որոշ չափով դուրս են ընկած ընդհանուր գործընթացից եւ կարևորում են իրենց մասնակցությունը։ Բարելավել իրավակիրառ պրակտիկան եւ բարձրացնել կրթության եւ հանրային իրազեկման մակարդակը եւ 30-40-ին կրթված երթևեկության մասնակիցներ ունենալ։ Եվ վերջինը խնամք վթարից հետո ապահովել արտակարգ իրավիճների ծառայությունների միջև համակարգումը, բարելավել վթարից հետո բժշկական օգնության հնարավորությունները եւ առաջին արձագանքման արդյունավետության բարձրացումը։ Եվս ռազմավարությունը անդրադառնում է բոլոր այն քայլերին, օրինակ ոնց կարա առաջնային օգնությունը հասնի, ով կարող է ցուցաբերել այդ առաջնային օգնությունը։ Հետ վթարային խնամքը այսօր ցավոք առողջապահության ոլորտում մենք չունենք այդ խնամքային սպասարկում հենց ՃՏՊ-ի տուժածների համար։ Կա ընդհանուր, բայց առանձնացված չկա։ Ամբողջ աշխարհը գնում է դեպի առանձնացմանը եւ դա արդեն այսօր կիրառվում է բոլոր տեղերում։ Ուրեմն մյուս հիմնական սյունը, ինչի վրա հիմնվում է ամբողջ ռազմավարությունը, դա նոր մոտեցումն է, որը այսօր ամբողջ աշխարհը որդեգրել է, դա անվտանգ համակարգային մոտեցումն է։ Այսօր շատ հնչեցին բալային համակարգ, տուգանքների ավելացում, պատժամիջոցներ, բայց ասեմ, մենք պետք է բոլորս ընկալենք եւ հասկանանք, որ վարորդը մենք յուրաքանչյուրս մարդ ենք եւ կարող ենք սխալվել, բայց այդ սխալը չպետք է անդրադառնա մահով, զոհով մեր պարագայում կամ ծանր վնասվածքով, եթե անգամ վթարը տեղի ունեցավ։ Այսինքն մենք կարող ենք պարտադրել, տուգանել վարորդին, չգիտեմ, ամեն ինչ անել վարորդի հետ, բայց կամ հետիոտնի հետ, բայց մենք պետք է հասկանանք, որ դա կարա տեղի ունենա եւ պետք է անենք ամեն ինչ, որպեսզի խուսափենք խնդիրներից, հետևանքներից։ Ուրեմն անվտանգ համակարգային մոտեցումը առաջինը ընկալում է, որ մարդիկ կարող են սխալվել։ Այսինքն մենք եթե ճանապարհի վրա ենք, մենք կարող ենք գործել այդ սխալը եւ դա վթարը կարա տեղի ունենա։ Գիտակցում ենք, որ մարդու դիմացականության ուժը քիչ է վթարի դեպքում, այսինքն մարդը պաշտպանված չի։ Այս ամենը խոսում ենք, որպեսզի մենք բոլորս պատկերացնենք, որ պետք են համակարգային մոտեցումներ եւ ենթակառուցվածքներ։ Մյուսը պետք է համատեղ աշխատանքը տեղի ունենա։ Պլանավորման ժամանակ նախագծման, կառուցման եւ իհարկե տրանսպորտային միջոցների կառավարման ժամանակ կանխելու վթարները, որոնք հանգեցնում են մահվան եւ ծանր վնասվածքներին։ Եվ 4-րդ մասնիկն է անվտանգ համակարգային մոտեցման, որ իրենց ազդեցությունը բազմապատկելու համար համակարգի բոլոր հատվածները հարկավոր է ամրապնդել, որ եթե անգամ դրա մի մասը չգործեց, ապա երթևեկության մասնակիցները պաշտպանված լինեն։ Այսինքն սա այն հայտնի եռանկյունն է, երբ որ մենք կարող ենք ունենալ լավ ճանապարհ, բայց ունենանք վատ վարորդ կամ վատ հետիոտ, մենք չենք ունենա անվտանգություն։ Մենք կարող ենք ունենալ վատ ճանապարհ, բայց ընտիր մեքենաներ եւ ընտիր վարորդներ, բայց ելի անվտանգությունը չի ապահովի։ Դրա համար շատ կարևոր է բոլոր մասնիկները մենք հաշվի առնենք։ Հաջորդ մասով ինչի վրա կենտրոնանում է ռազմավարությունը, դա ավելի անվտանգ ճանապարհներն են, սրանք միջոցառումներն են, որոնք միջազգային պրակտիկայում ընդունված են։ Ես թվարկեմ, ուրեմն ազդեցության գնահատումն է, ճանապարհային աուդիտն է, գնահատման ծրագիրն է ճանապարհային ստուգումն է, ընդհանուր սև կետերի բացահայտումն է կամ կառավարումը, մյուս ուսումնասիրություններն են, որոնք վերաբերվում են էլի ճանապարհների եւ ցանցային կառավարումն է ճանապարհների։ Ստեղից ես կուզենայի առանձնացնել ընդամենը 3-ը, որոնք որ Հայաստանի համար արդիական են եւ այսօր բարեբախտաբար Հայաստանը սկսել է անել դրական քայլեր, Տիկին Ղալիչյանը չհասցրեց ասի ելույթում, ես դա այստեղ կնշեմ, որովհետեւ կարծում եմ դա շատ կարեւոր է։ Ինչպես նաեւ տեսնում եք այս սլակը, առաջի 4-ը դրանք պրոակտիվ են կոչվում, ինչու, որովհետեւ դեռ վթարը տեղի չունեցել, բայց դու կարող ես դա կիրառել։
Վերջին 3-ը արդեն դու կիրառում ես վթարից հետո։ Այն ինչ որ Տիկին Ղարչյանը բացատրում էր սև կետերի մասով, որ մենք Հայաստանում արդեն ունենք ընդունված նաև բնորոշումը սև կետը ինչա նշանակում։ Եվ նոր դիզայնի դեպքում օգտագործում այն առաջի 2-ը եւ արդեն արկա ճանապարհների վրա օգտագործում են վերջի 5-ը։ Հայաստանի պարագայում ես առանձնացրել եմ 3-ը ճանապարհային աուդիտը, գնահատման ծրագիրը ճանապարհների եւ սև կետերի բացահայտումը կամ կառավարումը։ Ուրեմն ինչպես նշեց Տիկին Ղարչյանը, որ 26 թվականից արդեն մենք սկսենք կիրառել ճանապարհային աուդիտը, որը կարծում եմ շատ լավ ու առաջադեմ քայլ է եւ պոստսովետական շրջանում մենք առաջինն ենք, որ դա կիրառում ենք։ Իհարկե կան որոշակի խնդիրներ, որ պետք է լուծի, բայց կարծում ենք որ բոլորս գնում ենք դեպի դրան։ Եվ ասեմ ձեզ, որ միջազգային ֆինանսավորման ճանապարհները անցնում էին Հայաստանում աուդիտ, բայց խոսքը գնում է այդտեղ, որ ճանապարհները արդեն մեր բյուջեի ֆինանսավորմամբ կասեն, այսինքն կդառնան պարտադիր բոլոր ճանապարհների համար։ Ճանապարհային աուդիտ ասեցի, սև կետեր ասեցի, ամենակարևորը մնաց եւ այդտեղ հարցեր հնչեցին ճանապարհային գնահատման ծրագրի մասին։ Տեսեք, այն որ մենք խոսում ենք նշանները գնահատված են թե չէ, որտեղ պակասում է, որտեղ նշանը ավել է, որտեղ կա, որտեղ չկա գծանշում եւ այլն, սև կետերի պարագայում մենք կարող ենք դա անել, երբ որ վթարը արդեն տեղի է ունեցել։ Աուդիտը կարող ենք, ինչպես Տիկին Ղարչյանը նշեց, թե նախագծման փուլում, թե շինարարության փուլում, թե հետո։ Բայց ճանապարհային գնահատման ծրագիրը թույլ է տալիս մեզ անցկացնել այդ գնահատումը, անցկացնել ցանկացած պահին ցանկացած ճանապարհ, առանց որևէ մեծ ռեսուրսների ներդրման։ Եվ ի ուրախություն ասեմ մեզ բոլորից, որ գրեթե երևի թե 2 օր, ես 2 օրվա մեջ, որ հաստատվեց եւ Հայաստանը 3000-ից ավել կիլոմետր կանցնի այդ գնահատման ծրագիրը, կարծում եմ սա ողջունելի փաստ է։ Ինչով է սա լավ։ Սա միանշանակ կաջակցի կառավարությանը ստանալ ամբողջական պատկեր մեր ճանապարհային ցանցի անվտանգության մասին։ Այդ գնահատում են աստղերով, դրա մասին եթե տեղեկություն պետք լինի, կարող եմ սիրով տրամադրել հետո։ Եվ թե այսքան է այս ճանապարհների մասով։ Տվյալների հավաքագրումը։ Ի շնորհիվ ճանապարհային ոստիկանության այն ժամանակ, պարոն Շիրինգարյանի նախաձեռնությամբ նաև Հայաստան ունեցավ արդեն ոնց որ անկախ տվյալների շտեմարան, բազա սարքվեց, որը այս տարիների վերջի տարիների ընթացքում նաև անցավ որոշակի միջազգային փորձաքննություն եւ էլի իր ուրախություն ասեմ, այսօր ամբողջ աշխարհում ընդունված համակարգ կա, որը կոչվում է CADAS, այստեղ լոգոտիպը կարող եք տեսնել պատկերի վրա, ուրեմն ինչից է բաղկացած CADAS համակարգը, սա Եվրոպայում է կիրառվում եւ այսօր գրեթե բոլոր երկրները ցանկանում են դա ունենալ։ Ներառյալ ասիական երկրները անցնում են այդ համակարգին։ Ուրեմն 4 փոփոխականի վրա է հիմնված, փոփոխականները վերևում նշված են, էկրանի վրա կարող եք տեսնել, դա վթարի հետ կապված է, անատի հետ կապված, ճանապարհի եւ տրանսպորտային միջոցի հետ։ Դրա շուրջ ավելի քան 400 թե 600 հարց ծածկում է, որը տալիս է հնարավորություն բոլոր գերատեսչություններին շահագրգիռ կատարել վերլուծություն։ Եվ ստեղից արդեն մենք կարող ենք հստակ իմանալ մեր ծրագրերը եւ ռեսուրսները չմատնվեն։ Սա տվյալների վերաբերյալ եւ ներկայումս նաեւ միջազգային կառույցի հետ տենց կառույց կա միջազգային ճանապարհային անվտանգության շտեմարան observatory, որը Եվրոմիության շրջանակներում է, որտեղ մտնում են տարածաշրջանի երկրներ եւ անցյալ տարի Հայաստանն էլ անդամագրվեց եւ դրա շրջանակներում տրամադրվում է աջակցություն օգնելով փորձագիտական օգնություն է տրամադրվում թե տվյալների բազայի, թե կապված նաեւ ճանապարհային աուդիտի եւ այլն։ Մյուս մասը կարևոր Պարոն Շահինյան, ներողություն խնդրում շատ ունենք դեռ։ Շատ չունեմ, բայց կարևոր բան է։ Ուրեմն մեքենաների վերաբերյալ արագ ընթերցեմ, ուրեմն մեքենա, որպեսզի մենք բոլորս պատկերացնենք եւ հասկանանք, մեքենաները զինված են ակտիվ եւ պասիվ անվտանգությամբ։ Ակտիվ անվտանգությունը դա կանխարգելում է վթարը, այսինքն այն համակարգերն են ավտոմատված արգելակման համակարգն է, lane control-ը, որը որ այսօր մենք խոսում ենք, որ շատ վթարներ են դրա պատճառով լինում, այսինքն համակարգը թույլ չի տալիս դա տեղի ունենա, եւ ABS եւ այլն։ Եվ պասիվը դա ամրագոտիներն են, բացիկներն են
Եվ նաև մեքենայի դիզայնը ինքնստինքյան այդ նաև դա է ասում, երբ որ շարժիչը առանձնացված է եւ տարբեր բարձրության վրա գտնվում, այսինքն զազորա թողած կապոտից, որպեսզի հետիոտնի վթարի ժամանակ հետիոտնը չմահանա։ Այս բոլորը ինչի համար եմ ես շեշտում եւ կարեւորում։ Մենք նաև ունենք ՄԱԿ-ի կողմից ստանձնած պարտավորություն, որ պիտի մինչև 2030 թիվը մեր բոլոր մեքենաները 100% ներմուծված մեքենաները համապատասխան միջազգային ստանդարտին, այսինքն ունենան նվազագույնը կան նշված քանակ արդեն 6-ն է անվտանգության բարձիկների եւ ունենան այս գոնե մինիմալ համակարգը։ Այսօր Հայաստանը ականատես եղավ եւ շատ դրական քար, երբ որ Հայաստանին ներմուծվել նոր Չինաստանից թեկուզ եկած էլեկտրական մեքենա, որոնք զինված են վերջին դասի անվտանգության բոլոր համակարգերով ու շատ մատչելի։ Եվ շատ լավ քայլ էր, որ կառավարությունը խթանեց, բայց չգիտեմ ինչու մենք այսօր ոնց որ կանգնել ենք եւ չենք խթանում, չենք շարունակում։ Կարծում եմ դա շատ կարեւոր է, որպեսզի նաեւ մեր ավտոպարկը թարմացնենք, որտեղ մենք բոլորս ականատես ենք լինում այն գերեզմաներին, որը տեղի է ունենում։ Հին մեքենան կա, մարդը չի կարող նորը առնել եւ դա բերում է շատ խնդիրների, թե անվտանգության ճանապարհներին, թե բնականաբար բնապահպանության հետ կապված խնդիրներին։ Մյուս մասով էլ արագանցնեմ արագության կառավարումը, 1% արագության աճը բերում է 4% մահացության։ Այդ պետքա փաստա, որը միջազգայինորեն հաստատված միլիոնավոր ցուցանիշների վրա եւ հաստատված փաստա, որը որ խնդրում եմ ուշադիր եղեք, որ մեր կենտրոնում ուշադրություն պետք է լինի արագության, նմանդ որ 31% պատահարների դա արագության պատճառն է։ Ուրեմն ոնց են կարող արագությունը նվազեցնել, տեսեք, ելի ենք անդրադառնում, որ մարդը կարա սխալ գործի։ Նշանը բավական չի, կամերան բավական չի, տուգանքը բավական չի։ Պետք են ինժեներական լուծումներ, ենթակառուցվածքային լուծումներ, թեկուզ գծապատկերով, թեկուզ այլ ինժեներական լուծում նեղացնելով ճանապարհը եւ այլն։ Եվ արագությունը նվազեցնել, ստեղ կարող եք տեսնել մինչև 22 թվականը։ ՄԱԿ երկրները արդեն մեծ մասը երկրների 30 կմ/ժ են դարձել դպրոցների մոտ։ Հայաստանում դեռ չկա, մեր բոլոր հարևան երկրները ունեն։ Ամբողջ Լոնդոնը անցել է 20 մայլ/ժամ, ամբողջ Լոնդոնը, ոչ միայն դպրոցների մոտ, այլ ամբողջ քաղաքը, Փարիզը, Մադրիդը եւ այլն, մեգապոլիսները, խթանման դա հետ բացարձակ կապ չունի։ Ինստիտուցիոնալ կառուցվածքը, որ խոսում ենք, որպեսզի պետք է լինի առանձնացված մարմին, այսօր կարծես մենք ունենք հանձնաժողով, որը գործում է, բայց կարծում եմ լիարժեք չի իր ամբողջ ներուժով չի գործում, որովհետև բացակայում են որոշակի կարևոր մասեր որոշման կայացման եւ իրականացման մեջ, որի համար անհրաժեշտ են առաջին եւ երկրորդ մակարդակի որոշում կայացնելու եւ իրականացնելու գործառույթները եւ իհարկե անգլերեն ասած Road Safety Lead Agency հայերեն դա ուղղակի մարմին, հա, համակարգող մարմին կարող ենք թարգմանել, որի անհրաժեշտությունը այսօր բոլոր միջազգային կառույցները մեզ ասում են եւ պնդում են, որ պետք է Հայաստանը ունենա, ինչպես նաեւ մեր տրամաբանությունը դրան բերում։ Կարծում եմ այսօր դրա մասին մենք եւս քննարկեցինք։ Եվ երկու բառով ասեմ ընդհանրապես այն ինչ որ մենք նախատեսել ենք Հայաստանում, սա մենք ուզում ենք անենք ոստիկանության հետ, համանքային ոստիկանության ստորաբաժանման հանձնես պարոն Կոստանյանի հետ, իրականացնել տեսնում եք պատկերը, սա Բելգիան է, Երևանը չի ցավոք, բայց մենք կարող ենք սա ունենալ մեր փողոցում։ Ինչի մասին է խոսքը, նոր մոտեցումների, նոր ստանդարտների, գծանշումները, գունավոր, սա ասֆալտի վրի մասն է, գծանշումների մասն է խոսքը գնում։ Ստրիպերը, որոնք դուք հիմա տեսաք, սա կներեք որակը լավը չի նկարի, բայց այդ ինչ որ գտա ինտերնետում, միջև բարձրացված զեբրային մոտենալը պետք է լինեն sense բան, որ վարորդը մոտենալուց ինքը տեսնի, որ կա բարձրացված, բացի նշաններից, որոնք որ պետք է լինեն արկա։ Սա մյուս օրինակն է, ֆրանսիական եւ բելգիական, որտեղ որ այսօր կարծեմ պարոն Սուքասյանը խոսեց զոնաների մասին, գոտիների մասին, որ վարորդը մտնելուց տեսնի, թե դա լինում է շինարարության ժամանակ, թե կարող լինի նաև առօրյա դպրոցների գոտիների մասին է խոսքը, այս քառակուսիները, որոնք սենց խառը տեղադրված են, որոնք ցույց են տալիս վարորդին, որ վարորդը մտել է մի գոտի, որը պետք է զգոն լինի եւ զգուշ լինի։ Սա վերցրել ենք օրինակ երկու դպրոց Հայաստանում, գծապատկերը պատրաստվել է ոստիկանության կողմից, սա Նայիրիզարյան դպրոցի մոտ է, առաջարկում է ասենց քառակուսիներով, սա խոսքը գնում է ներկերի մասին, այսինքն սա բյուջեի ծախս չի, կարծում եմ մենք կարող ենք պիլոտային փորձարկել երկու դպրոցների մոտ,
եւ սրա խնդիրը մենք եւս փորձենք առաջ տանել, բնականաբար դարձնելով 30 կմ/ժ դպրոցի մոտ։ Այսքանը, շնորհակալություն, կներեք, որ շատ ժամանակ խլեցի։